Վագրն ու գոմեշը Չինական ժողովրդական հեքիաթ Ասում են, որ ժամանակին Վագրն ու գոմեշը լավ ընկերներ էին։ Նրանք ապրում էին հարևանությամբ և իրար շատ էին սիրում։ Գոմեշը ամենուր գովում էր Վագրին, իսկ Վագրն էլ իր հերթին հաճախ հրավիրում էր գոմեշին գնալ իր հետ զբոսնելու և զվարճանալու։ Այդ զբոսանքների ժամանակ Վագրը միշտ գոմեշի մեջքին էր նստում, և գոմեշը շատ էր դրանով հպարտանում։ Մի անգամ ընկերները զբոսնելու էին դուրս եկել և կովերի մի նախրի հանդիպեցին։ Տեսնելով գոմեշին ու Վագրին, կովերը հարցրին. «Ինչու եք դուք միասին»։ «Մենք ընկերներ ենք», պատասխանեց գոմեշը։ «Դուք այնքան էլ իրար չեք սազում», ասացին կովերը։ Սակայն Վագրն ու գոմեշը արդեն առաջ էին անցել, այնպես որ չլսեցին այդ խոսքերը։ Քիչ ժամանակ անց նրանք հավասարվեցին ձիերի երամակին։ «Ինչու եք դուք միասին զբոսնում»։ Տեսնելով նրանց հարցրին ձիերը։ «Բայց չէ՞ որ մենք ընկերներ ենք», նորից երկուսի փոխարեն պատասխանեց գոմեշը։ «Տարօրինակ ընկերություն է, այն մեզ այնքան էլ դուր չի գալիս», վրնջացին ձիերը, սակայն Վագրն ու գոմեշը արդեն հեռացել էին և չլսեցին նրանց։ Այնուհետև գոմեշն ու Վագրը ոչխարների մի հոտի հանդիպեցին։ Նայելով նրանց, ոչխարները հարցրին. «Դուք ինչ եք անում երկուսով»։ Գոմեշն արդեն գիտեր, որ ոչխարները նույնպես ասելու են. «Դուք իրար չեք սազում» կամ էլ «Մեզ դուր չի գալիս ձեր ընկերությունը»։ Այդ պատճառով էլ նա միանգամից բղավեց. «Մենք Վագրի հետ ընկերներ ենք, ձեր ինչ գործն է»։ Եվ չսպասելով պատասխանի, սրընթաց հեռացավ։ Դրանից հետո որոշ ժամանակ է անցնում, Վագրն ու գոմեշը տարբեր տեղերում են բնակություն հաստատում։ Վագրը տեղափոխվում է սարեր, իսկ գոմեշը ապրում է գետի ափին։ Եվ այսպես նրանք որոշ ժամանակ իրար չեն հանդիպում։ Սակայն մի օր գոմեշը որոշում է այցելել Վագրին, և այդ նույն ժամանակ Վագրը իր հերթին որոշում է այցելել գոմեշին։ Եվ նրանք երկուսն էլ առանց պայմանավորվելու ճամփա են ընկնում։ Նրանցից յուրաքանչյուրը քայլում է 7 օր և 7 գիշեր, առանց դադարի։ 8-րդ օրվա առավոտյան նրանք հանդիպում են իրար։ Հին ընկերները զրույցի են բռնվում։ «Դու այդ ուր ես գնում, եղբայր», հարցնում է Վագրը։ «Ուզում էի քեզ տեսնել», պատասխանում է գոմեշը։ «Իսկ դու ուր ես գնում»։ «Ես էլ քեզ հյուր էի գալիս», ասում է Վագրը։ Նրանք մի հարմարավետ տեղ են գտնում ճանապարհի եզրին, տեղավորվում են հանգստանալու, զրուցում են դեսից դենից։ Մեկ էլ Վագրը ասում է. «Գոմեշ եղբայր, ես քայլել եմ 7 օր և 7 գիշեր ու ոչինչ չեմ կերել։ Սովից ուշագնաց եմ լինում, արի ես քեզ կուտեմ»։ Իսկ գոմեշը պատասխանում է. «Սիրելի եղբայր, ես նույնպես ճանապարհ եմ կտրել անցել 7 օր և 7 գիշեր և նույնպես շատ քաղցած եմ, բայց դե ինչ արած, ավելի լավ է յուրաքանչյուրս գնա իր տունը և իր համար ուտելու բան հայթայթի»։ Սակայն Վագրը ոչ մի կերպ չի հանդարտվում, շարունակում է իրենը պնդել. «Գոմեշ եղբայր, թույլ տուր քեզ ուտեմ»։ «Բայց չէ՞ որ մենք ընկերներ ենք», զարմացած բացականչում է գոմեշը, «ինչպես կարող ես դու ինձ ուտել»։ Իսկ Վագրը սովից զկրտում է, ատամներն է կրճտացնում և ասում. «Գոմեշ եղբայր, 3-րդ անգամ եմ քեզ խնդրում, թույլ տուր քեզ ուտեմ։ Դու իմ մեծ եղբայրն ես, ուրեմն պարտավոր ես ինձ կերակրել։ Եթե թույլ տաս, ես քեզ կուտեմ, թույլ չտաս, միևնույն է, կուտեմ»։ «Դե ինչ, եթե դու իրոք այդքան քաղցած ես, կարող ես ինձ ուտել», հանգիստ պատասխանում է գոմեշը։ «Սակայն մինչ այդ դու պետք է ինձ հետ կռվես։ Եթե ինձ հաղթես, կարող ես ինձ ուտել, իսկ եթե պարտվես, ինչ արած, պետք է քաղցած մնաս։ Դե ինչ, համաձայն ես»։ Այդ պատասխանը լսելով Վագրը շատ ուրախացավ։ Նա իրեն գազանների արքա էր համարում, իսկ միթե որևէ մեկը կարող է հաղթել արքային։ Եվ նրանք երկուսն էլ սկսեցին պատրաստվել մենամարտելու։ 7 օր պատրաստվում էին։ Վագրը գնաց սարերը, ծառի ճյուղեր հավաքեց և փաթաթեց մարմնի շուրջը։ Իսկ գոմեշը գնաց դաշտ մտավ և պառկեց ցեխաջրով լի փոսի մեջ։ Նա օրեր շարունակ թավալ էր տալիս այդ ցեխաջրի մեջ, հետո դուրս էր գալիս և չորանում արևի տակ։ Երբ ցեխը չորացավ, գոմեշը կրկին մտավ փոսի մեջ և շարունակեց անել դա այնքան ժամանակ,
մինչև ծածկվեց մի քանի շերտ ունեցող ցեխի ու կավի կեղևով։ 8-րդ օրը Վագրն ու Գոմեշը հանդիպեցին պայմանավորված տեղում։ «Դե ինչ իմ եղբայր, ով է առաջինը հարձակվելու, դու, թե ես», հարցրեց Գոմեշը։ «Իհարկե ես», պատասխանեց Վագրը։ «Շատ լավ, սկզբում դու ինձ 3 անգամ կկծես, իսկ այնուհետև ես քեզ 3 անգամ կպոզահարեմ»։ Վագրը պատրաստվեց, երախը որքան հնարավոր է լայն բաց արեց և ամբողջ ուժով կծեց Գոմեշին։ Սակայն Գոմեշը ոչինչ չզգաց, չէ որ Վագրը միայն մի կտոր քարացած կավ պոկեց նրա մարմնից։ Վագրը կծեց Գոմեշին 2-րդ անգամ և կրկին միայն մի կտոր կավ պլոկեց։ 3-րդ անգամ հարձակվեց Վագրը Գոմեշի վրա և 3-րդ անգամ Գոմեշի կողերից կավի կտորներ պոկվեցին։ Իսկ ինքը Գոմեշը մնաց անվնաս և նույնիսկ որևէ ցավ չզգաց։ Հասավ Գոմեշի հերթը։ Նա պոզահարեց Վագրին իր հզոր ու երկար կոտոշներով, և Վագրի մարմնով մեկ փաթաթված ծառի ճյուղերը պայթեցին։ 2-րդ անգամ պոզահարեց Գոմեշը Վագրին և ծառի բոլոր ճյուղերը թափվեցին գետնին։ 3-րդ անգամ զարկեց Գոմեշը և Վագրի որովայնը պատռվեց, փորոտիքը դուրս պրծավ։ Վագրը տեղն ու տեղը սատկեց։ Իսկ Գոմեշը նայեց նրան ու ասաց. «Այժմ ես հասկացա, որ ընկերներ ընտրելիս պետք է զգույշ և աչալուրջ լինել։ Այսուհետև իմ երեխաներին ու թոռներին կպատվիրեմ, որպեսզի վագրերի հետ ընկերություն չանեն»։ Այդ պահից Գոմեշն ու Վագրը թշնամիներ են։ Եթե Գոմեշը Վագր է տեսնում, պոզահարում է նրան իր կոտոշներով, իսկ Վագրը շրջանցում է նրան, վախենում է կծել։